Հայաստանի թշնամիները չէին կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ չեն կարողանում գրավել մեր երկիրը, թեև երբեմն դա նրանց հաջողվում էր հյուծիչ պատերազմներ վարելով։ Այդպիսի մի ժամանակաշրջան էր 360-ական թվականները, երբ Սասանյան Պարսկաստանը չկարողանալով նվաճել երկիրը, հյուծիչ պատերազմներ էր վարում երկրի ծայրամասերում։ Եվ վերջո Շապուհը խորամանկությամբ գերեվարում է Հայաստանի Արշակ II թագավորին եւ սպարապետ Վասակ Մամիկոնյանին եւ արշավում գահից զրկված Հայաստանի վրա։ Ընդ որում նա դա անում է Պարսկաստանի կողմն անցած երկու հայ իշխանների՝ Մերուժան Արծրունու եւ Վահան Մամիկոնյանի ձեռքով, որոնք Պարսից զորքը բերում են սեփական երկրի վրա։ Երկրի կառավարումը իր վրա վերցրեց հայոց Փարանձեմ Թագուհին, ով 14 ամիս դիմադրեց պարսիկներին փակված մնալով ամրոցում։ Ու ահա թե ինչպես զարգացան իրադարձությունները։ Հայոց Փարանձեմ Թագուհին 11 հազարանոց ընտիր զորքով եւ արքունի գանձերով պատսպարվում է Արտագերսի ամրոցում։ Նրա մոտ են գալիս երկու հայ դավաճան իշխանները, հանձնվելու առաջարկ անելով։ Փարանձեմ Թագուհին լինելով խոհական, հայրենասեր, հուզական, ասում են, որ շատ լացելով, մխկտալով, համոզելով, տարբեր կերպ համոզելով, կարողանում է իր կողմը գրավել այս դավաճան իշխաններին եւ հենց նույն իշխանների միջոցով լուր ուղարկել Պարսկաստան, թե հանձնվելու այս առաջարկի մասին մտածելու համար 2 օր է խնդրում։ Իմաստուն Թագուհին ժամանակ էր շահում։ Իրականում նա ծրագրում էր գիշերային ռազմական գործողություն եւ հենց նույն օրը գիշերով հայոց զորքը գաղտագողի դուրս է գալիս ամրոցից եւ հանկարծակի հարձակվելով Պարսից քնած բանակի վրա ջախջախում։ Մինչև կատաղած Շապուհ արքան նոր բանակ կհավաքեր եւ նորից կմիավորեր իր ուժերը, Փարանձեմ Թագուհին հասցնում է որդուն Պապ թագավորին ուղարկել Հռոմի կայսրից օգնություն խնդրելու նպատակով։ Չնայած Հռոմը ամոթալի հաշտության պայմանագիր էր կնքել Պարսկաստանի հետ եւ դրանով խոստացել էր դադարեցնել օգնությունը Հայաստանին։ Եվ բնական է, որ չէր ուզում օգնել Պապին, բայց գիտակցում էր նաև, որ չի կարող թույլ տալ Պարսկաստանի գերիշխանությունը տվյալ տարածքում։ Այսպիսով, Արտագերսի բացառիկ պաշտպանությունը կատարում է իր պատմական առաքելությունը։ Հռոմեական կայսրությունը ընդունում է Պապի հայոց թագավոր լինելու փաստը, օգնում նրան եւ պատվով հետ ճանապարհում Հայաստան։ Պատմական այս իրադարձություններից հետո Պարսից արքան Շապուհը եւս մեկ անհաջող ռազմական գործողություն է ձեռնարկում եւ արևելքի տիրակալը այդ փորձի ժամանակ մի կերպ է փրկվում, բայց նրա հարեմն ամբողջությամբ գերի է ընկնում։ Պատմիչները փաստում են, որ Շապուհ արքան զարմացած էր եւ թերևս հիացած Մուշեղ Մամիկոնյանի հայոց սպարապետի ազնվությամբ եւ խիզախությամբ, որովհետեւ նա պարսկական հարեմը անվնաս ազատ է արձակում, վերադարձնելով Պարսից արքային։ Ի նշան հարգանքի Շապուհը փորագրել է տալիս սպարապետի պատկերը գավաթին։ Այդուհանդերձ Շապուհ արքան չի հանդարտվում։ Նա շարունակում է նորանոր բռնություններ գործել հայերի նկատմամբ։ 371 թվականին տեղի է ունենում թերևս ամենամեծ եւ ամենաավերիչ պատերազմը, որը ուներ մի նպատակ՝ վերջնականապես ոչնչացնել հայոց աշխարհը։ Այդ ավերիչ պատերազմի ընթացքին միանում են աղվանքի եւ լեզգինների թագավորները, ինչպես նաեւ դավաճան հայ Մերուժան Արծրունին։ Հայերին օգնում է հռոմեական մեկ զորամիավորում։ Ճակատամարտը տեղի է ունենում Ծիրավի դաշտում։ Մարտից առաջ հայերը խրամ են փորում, որը օգնում է նրանց հետագայում մանևրելու։ Առաջին իսկ բախման ժամանակ հայերը հետ են քաշվում դեպի խրամը
որը նրանց տալիս է հնարավորություն պաշտպանվել հռոմեական հետևակի վահանների պատի հետևում։ Պարսիկները գալիս են առաջ եւ չեն կարողանում անցնել խրամը, հայտնվելով շատ անբարենպաստ վիճակում։ Հռոմեական զորաբանակը չի դիմում հարձակվողական գործողությունների։ Նրանք այդտեղ են միայն պաշտպանելու հայկական զորամասերին, վահանափակելով նրանց հետ քաշվելու ժամանակ։ Սա տալիս է հնարավորություն հայերին վերադասավորվելու եւ նոր ուժերով հարձակվելու։ Այս ճակատամարտում հայերը կարողանում են սպանել իրենց թշնամի լեզգինների թագավորին, իսկ աղվանքի թագավորը վիրավորվում է սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հետ մենամարտի ժամանակ։ Պարսկական զորագնդերը մնում են առանց միասնական ղեկավարման։ Նրանց միջև փոխգործողությունները կազմաքանդվում են, եւ նրանք խուճապահար փախուստի են դիմում։ Հայոց զորքը շարունակում է հետապնդել ոսոխին, ավարտին է հասցնում ջախջախումը, գերեվարում է դավաճան նախարարներին եւ մահապատժի է ենթարկում։